Մահապարտահաբեկիչը պայթուն է կազմակերպել Դամասկոսի Սուրբ Եղիա հույն ուղղափառ եկեղեցում։ Ավելի քան 25 հավատացյալ է զոհվել, վիրավորվել 63 մարդ, որոնցից 23-ը ծխականներ, զոհերի թվում երեխաներ կան։ Մահապարտահաբեկիչը հենց պատարագի ժամանակ նախ կրակ է բացել հավատացյալների ուղղությամբ, ապա պայթեցրել իրեն պայթուցիկ գոտիով։ Մենք ներսում աղոթում էինք, ոմանք արդեն դուրս էին եկել, իսկ մյուսները դեռ եկեղեցում էին։ Հարձակվողը եկեղեցու դռնով մտավ, սկսեց կրակել, մի քանի երիտասարդներ փորձեցին դուրս հանել նրան, այդ պահին նա պայթեցրեց ինքն իրեն։ Շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը վիրավորներին և զոհերին տեղափոխել են եկեղեցուն հարակից հիվանդանոցներ։ Պայթունի պահին եկեղեցում կար 350 մարդ։ Քահանաներից Մալատիուս Շատահին ոստիկաններին պատմել է, որ ոչ թե մեկ, այլ երկու զինված անձ է տեսել։ Երկրորդ ահաբեկիչը եկեղեցու դռան մոտից էր կրակում աղոթողների ուղղությամբ։ Ես չգիտեմ իմ խոսքերն ուղեմ իմ քրիստոնյա եղբայրներին, թե մեր կառավարությանը։ Նման դեպքեր էլի են եղել, իհարկե ոչ այս մասշտաբի, բայց դրանք կոչվել են փոքրիկ միջադեպեր և որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Հիմա այդ փոքրիկ միջադեպը դարձել է մեծ ողբերգություն։ Ոչ մի ահաբեկչական խմբավորում դեպքի պատասխանատվությունը չի ստանձնել։ Սիրիայի ներքին գործերի նախարարության խոսնակ Նուրեդին Ալ-Բաբան հայտարարել է, որ իրենց նախնական հետաքննությամբ սա իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման ձեռքի գործն է։ Ավելացրել, որ անկախ Սիրիայում տիրող իրավիճակից եկեղեցին և պաշտամունքի վայրերը միշտ կարմիր գիծ են եղել, և տապալված Ասադի կառավարության մնացորդները հիմա էլ այս կերպ են փորձում անկայունացնել Սիրիան։ Ոչ մի հակամարտության մասնակցություն չունենք, բացի աղոթքներից այլ զենք մեր ձեռքերում չի եղել։ Սուրբ Եղիա եկեղեցու մուտքը փակ է։ Փրկվածները պատմում են, որ արյունահեղության վերածված պատարագի ժամանակ տեսել են մարդկանց մասնատվելիս և հիմա չգիտեն ինչպես շարունակել ապրել։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։